Սելայնակիցներ, այսօրվանից Երկիր մեդիայի եթերում սկսում ենք քաղաքական զրույցներ հաղորդաշարը։ Հաղորդումների ընթացքում կքննարկենք, խորությամբ կվերլուծենք և կփորձենք այլընտրանքային լուծումներ առաջարկել այն բոլոր օրակարգային հարցերի վերաբերյալ, որոնք այսօր ծառացել են Հայաստանի հայ ժողովրդի առաջ։ Կհանդիպենք երկուշաբաթը մեկ 8:35, այնպես որ հետևեք մեզ, հետևեք մեր հաղորդումներին։ Այսօրվա իմ առաջի հյուրը Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն է։ Երբ քննարկում էինք առաջի հյուրի հարցը, այն որ Արցախը պետք է լինի, այդ հարցի շուրջ կար միակարծություն։ Ակնհայտ է, որ պետք է սկսեինք Արցախից, որովհետև արցախյան հարցն էր Հայաստանի Հանրապետության ստեղծման տրիգերը։ Ի տարբերություն Սովետական Միության այլ հանրապետությունների, մենք իրոք պայքարով և արցախյան պայքարով ստեղծեցինք մեր պետությունը։ Մենք Թուրքմենստան չէինք, Ղազախստան չէինք, որ Սովետը քանդվեց, մեր գլխին ընկավ անկախություն։ Դա լեգենդ է, միֆ է, որ ուղղակի շրջանառվել էր մեր անկախության արժեքը նվազեցնելու և արցախյան հակամարտության արժեքը նվազեցնելու համար։ Մյուս հարցը իսկ ինչ թեմայից սկսենք, և ստեղ արդեն որոշեցինք, որ ճիշտ կլիներ մեր հաղորդումը սկսել արցախյան բանակցությունների թեմայից։ Ինչի արցախյան բանակցություններ։ Արցախյան բանակցությունները և արցախյան հարցը այսօրվա քաղաքական իշխանությունները դիտում են որպես թոք Հայաստանի վզին, որ Հայաստանի վզին թոք էր գցվել, որպեսզի Հայաստանի անկախությունը երբեք չնյութականանա, Հայաստանը չլինի ինքնիշխան պետություն, ցանկացած պահին Արցախով կարողանային խեղդեին Հայաստանը և Հայաստանը դարձնեին կառավարելի։ Մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը հավանաբար առաջին անգամ 2021 թվականի հունվարի 4-ին հրապարակված Արցախյան հարցի ակունքները, կարծեմ տենց էր կոչվում այդ հոդվածը, ծագումը, Արցախյան հարցի ծագումը, իր այդ հոդվածում անդրադարձավ արցախյան բանակցություններին և ներկայացրեց, թե բանակցությունները այն հունով էին գնում, որ Արցախի հարցը միևնույն է բանակցություններով լուծել հնարավոր չէր լինի։ Արցախը կորցրել էր անկախ լինելու գործնական, տեսական նույնիսկ հնարավորությունը, իսկ միջնորդները զբաղված էին մի բանով, Հայաստանին համոզելով ընդունել Ադրբեջանի առաջարկները։ Եվ հիշում եմ, Բառացիել գրել էր, որ իրանց օրակարգը սահմանվում էր Ադրբեջանով, այսինքն Ադրբեջանն էր թելադրում։ Այնպես որ բանակցությունները ձախողվել էին, պատերազմը անխուսափելի էր լինելու, դե իսկ պատերազմը ունեցավ այս ելքը, որովհետև դե ինքը ինչ մեղք ունի։ Եվ հիմա փորձենք հասկանալ, արդյոք բանակցությունները ի վերուս ձախողված էին։ Այսօրվա քաղաքական իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ տարբեր տարեթվեր են նշում, 91 թվին էր արդեն Արցախի հարցը լուծված, երբ ստորագրվեց Ալմատայի համաձայնագիրը, հետո մի այլ խումբ ասում էր, որ չէ, 96 թվին էր արդեն այդ հարցը փակվել, երբ Լիսաբոնում ԵԱՀԿ, ուրեմն գագաթնաժողովի ժամանակ գործող նախագահն ընդունեց հայտարարություն, 2000, չգիտեմ, տարբեր թվականներ են նշում, հիմա որ սկսեմ ամբողջը նշել, չգիտեմ, 2001, 99 նույնիսկ 99 էր ասում, երբ Ստամբուլում տեղի ունեցավ ուրեմն ԵԱՀԿ գագաթնաժողով և Ստամբուլյան դեկլարացիան ընդունվեց, որ ընդամենը ասում էր, որ Հայաստանը պետք է հարգի կամ այդ կոնվենցիային միացած կողմերը պետք է հարգեն փոքրամասնությունների իրավունքները, թե դա ինչ կապ ունի Արցախի կարգավիճակի հետ։ Կարծում եմ բանականության շրջանակներում դժվար կապը գտնել, բայց ամեն դեպքում դուք որպես
բանակցություններին անմիջապես մասնակցած մարդ, բանակցային գործընթացին քաջատեղյակ մարդ, շատ հետաքրքիր կլինի, որ օրինակ լսենք, քննարկենք նաև ձեր մոտեցումը, ձեր տեղեկությունները, արդյոք բանակցությունները ի վերուստ դատապարտված էին եւ դա ընդհանրապես ժամավաճառություն էր եւ պատերազմը միևնույնն է լինելու էր, ասեր Նիկոլ Փաշինյանը Արցախը Հայաստանը եւ վեր, թե չասեր։ Նախ բարի երեկո եւ ուզում եմ շնորհավորել ձեր նոր եթերի առիթով, ընդունված ասել, որ նոր եթերը պետք է նաեւ հաջող ընթացք ունենա եւ վստահ եմ, որ եթե հիմք եք ընդունել այն մոտեցումը, որ պետք է խոսել բոլոր հնարավոր հարցերի մասին, ապա մեր հայ հանդիսատեսի համար չեն լինի փակ թեմաներ եւ մենք կփորձենք իսկապես խոսել այսօր մեր հանրությանը հուզող բոլոր խնդիրների մասին։ Շնորհակալություն հրավերի համար եւ շնորհակալություն, որ հենց այս թեման եք ընտրել որպես առաջին եթերի այդպես մոտքի թեմա։ Գիտեք, շատ տարօրինակ հարց է եւ երևի շատ երկար պիտի խոսել եւ ոչ միայն բանավոր այսպես իրար հետ խոսելով, որովհետեւ լիքը փաստաթղթեր եւ բանաձևեր եւ արձանագրումներ կան, հայտարարություններ, որոնք մեծ մասին գուցե մեր հայ հանդիսատեսը ծանոթ չէ կամ այնպես չի, որ միշտ մնացել է հիշողության մեջ եւ այս մակերեսային երևի մոտեցումը թույլ է տալիս հենց այնպիսի եզրակացություններ անել, որ բանակցությունները եղել են այդպես աչք փակելու համար, դա ժամանակ այդպես վատնելու միջոց էր։ Այս բոլոր վարկածների կողքին կա շատ կարևոր եւ ճիշտ բովանդակություն, որի հիմնական երևի ուղերձը այն է, որ մենք երկար տարիներ, տասնյակ տարիներ եւ երևի հարյուրավոր թե հազարավոր մարդիկ ներգրավվածությամբ բանակցային գործընթաց ենք տարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, հետագայում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ, որովհետեւ նպատակը դա է եղել բանակցային գործընթացի։ Արցախի անկախության հռչակումից հետո, քանի որ արդեն միացում գաղափարից անցում է կատարվել երկրորդ հայկական հանրապետություն հռչակելուն եւ այն կայացնելուն, պարզ է, որ հայկական արտաքին քաղաքականության հիմնական այդպես նպատակը, բովանդակությունը եղել է հենց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը հասնելը։ Իհարկե սա շատ բարդ, շատ դժվարին, շատերի համար հենց գուցե առաջի օրվանից անհնարին թվացող այդպիսի նպատակ է դրվել, բայց այնպես չի, որ բացարձակապես շանս չի եղել, որովհետև նույնիսկ այսօրվա իրողությունները այս վերջին ժամանակահատվածում կամ ընդհանրապես միջազգային քաղաքականության մեջ տեղ ունեցող փոփոխությունները տարբեր աշխարհամասերում նոր երկրների հանդես գալը, ՄԱԿ-ի անդամակցությունը, ճանաչումը այս կամ այն ձևով, իսկ ընդունենք նաև, որ այդ ճանաչումը անպայման չէ, որ հենց սկզբից էլ լինի 100%-ով եւ միանգամից։ Նույն Կոսովոյի օրինակը մինչև այսօր էլ շարունակում է այդ ճանաչման գործընթացը եւ այդ երկիրը դեռևս գնում է այդ ճանապարհով։ Դեպ Կոսովոյի օրինակը շատ հետաքրքիր է, որովհետեւ դեռևս 99 թվականին, երբ ընդունվեց ՄԱԿ անվտանգության խորհրդի 1240 բանաձևը, այնտեղ կետ կա, որ Միացյալ Ազգերը ճանաչում են Սերբիայի տարածքային ամբողջականությունը։ Բայց դա չխանգարեց, որ նույն Միացյալ Ազգերի կազմակերպությունը ճանաչի Կոսովոյի անկախությունը, ավելին հարց ուղղի Արդարադատության միջազգային դատարան, որը շատ կարևոր խորհրդատվական կարծիք տվեց, որ տարածքային ամբողջականության սկզբունքը չի խախտվում, երբ ազգերը միակողմանի անկախություն են հռչակում։ Շատ ճիշտ նկատեցիք եւ այդ նույն օրինակները նախադեպեր են եղել, որոնք մենք ընթացս նաև ընդունել ենք, որ այդ միջազգային ճանաչման գործընթացը չի կարող լինել այդպես մեկ անգամյա քաղաքական ակցիա, որպեսզի ինչ որ մի օր բոլորը ճանաչեն։ Եվ իսկապես մենք գնացել ենք այդ ճանապարհով։ Եթե մի քիչ փորձենք այդ պատմական հատվածը վերցնել, ապա
91 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեից հետո Արցախի հանրապետության, Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակումը 1992 թվականի հունվարին եւ պետական անկախության հիմունքների մասին հռչակագրի ընդունումը ցույց է տալու, որ նոր ստեղծված հռչակված Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ձգտում է խաղաղ ճանապարհով գնալ այդ միջազգային ճանաչման։ Ես հատուկ եմ ուզում այս թեզը ընդգծենք, որովհետև այսօր էլ շարունակվում է այդ թույլ պատկերացումը եւ փորձում է մեր հանրությանը մոլորեցնել, ընդ որում դա օգտագործելով, որ հենց դա է հուշում, որ պետք է Ղարաբաղի թեման փակել։ Ղարաբաղի թեման, Ղարաբաղյան շարժումը, Արցախի ազգային ազատագրական պայքարը երբևէ ռազմական ուժով կամ ուժի միջոցով մեր նպատակը իրագործելու համար չի սկսվել եւ չի տարվել ամբողջ ընթացքում բոլոր նույնիսկ եթե հիշենք 88 թվականի խաղաղ հանրահավաքները հենց այդպես էլ կոչվել են խաղաղ հանրահավաքներ Արցախի հանրապետության ժողովրդի ինքնորոշումը առաջ տանելու համար եւ երբ որ այսօր այդպիսի մոլորության մեջ ենք գցում մեր հանրության մի հատվածին որ եթե մենք խոսում ենք Ղարաբաղի մասին դա նշանակում է որ մենք պատերազմի կոչ ենք անում եթե մենք խոսում ենք արցախցիների վերադարձի մասին դա նշանակում է որ մենք նոր հավակնություններ ենք հայտարարում այդ մասին ոչ 88 թվականին, ոչ 90-ական թվականներին, ոչ էլ այսօր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին խոսելը մենք չենք պատկերացնում ուժի միջոցով, պատերազմի միջոցով առաջ տանելու հնարավորություն։ Լավ է, որ խոսակցությունը ստեղ գնաց, փոքր պատմական ակնարկ կանեմ, հետո այս թեման շարունակենք, լավ։ Մի քանի տարի առաջ գաղտնազերծվեցին ՍՄԿԿ քաղբյուրոյի ուրեմն գաղտնի քննարկման արձանագրությունները, որտեղ հենց նույն Գորբաչովն էր ընդունում, որ 100,000-ավոր մարդիկ էին դուրս եկել փողոց եւ շատ խաղաղ եւ կիրթ կազմակերպված ակցիաներ էին, ասեն հայկական կողմը, թե Արցախում, թե Հայաստանում երբեք չի ասել, որ մենք ուժ ենք կիրառել։ Ի պատասխան սրա Ադրբեջանը ուժ կիրառեց։ Արցախի ուրեմն խաղաղ հանրահավաքներին հետևեց հարձակումը Խրամորդի վրա, հիշում եք Ասկերանից, որ Խուժանը հարձակվեց Արցախի վրա փետրվարի 22-ին։ Այո, եւ դրանից էլ մի շաբաթ հետո, փետրվարի 27-ին, մի շաբաթից ավելի քիչ Սումգայիթում սկսվեցին հայկական ջարդերը, իսկ 90 թվականին ընդամենը ամսի 13-ին հունվարի, սրանից 36 տարի 5 օր առաջ սկսեցին հայկական ջարդերը, մենք երբեք չենք ասել ուժի կիրառում, սա ինչ է նշանակում, դու խոսես, չխոսես, ուժ կիրառես, չկիրառես, ուժ կիրառողը պատճառ կգտնի կիրառելու համար։ Շատ ճիշտ է, որ մենք այս երևի տեսանկյունը վերցրեցինք, բայց շատ կարևոր եմ համարում, որպեսզի այն ինչի մասին մենք խոսեցինք, որ մեր պահանջը եղել է խաղաղ ճանապարհով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդեն հռչակված հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, սրան որպեսի պատասխան Ադրբեջանը հենց առաջին օրերից որդեգրել է ուժով հակազդելու կամ լռեցնելու ինքնորոշման իրավունքի մասին խոսող ժողովրդին լռեցնելու քաղաքականությունը, քաղաքական ուղեգիծը եւ այդ նույն իրադարձությունները, որոնց մասին մենք ամեն տարի հիշում ենք պարբերաբար եւ հենց այս օրերին Բաքվի 1990 թվականի այդ ջարդերն են, ողբերգական իրադարձություններն են եւ գիտեք անհնարին է որ մենք եթե նույնիսկ այսօր ինչքան էլ փորձենք այդպես խաղաղության մասին խոսել, մենք չենք կարող այս պատմական անցյալը շրջանցելով խոսել, որովհետեւ խոսքը գնում է 200-250 հազար մոտավորապես հայ քաղաքացիների մասին եւ Բաքվի հայությունը եղել է այն միջուկը այդ ժամանակ Ադրբեջանում, խորհրդային Ադրբեջանում ապրող հայության այն միջուկը, որը Բաքու է ստեղծել։ Եվ այսօր երևի
չգիտեմ, միևնույն է այդ պատմությունը չի կարող այդպես ջնջվել, բայց Բաքվի այսօրվա իրավիճակը կամ մեր ժամանակներում այդ նոր շենքերը, եթե դրանից մի քիչ ավելի հեռանանք, ապա Բաքվի մտավորական կերպարը ստեղծվել է նույն հայերի, ոչ միայն իհարկե հայերի, ռուսների եւ հրեաների բոլորի միջոցով, ինչ այսօր մոռացան է տրում, բայց այս պատմական մասը երևի այսքանով բավարարենք, որովհետեւ ինքը իսկապես ձգող թեմա է։ Չխոսել պարզապես սրա մասին անհնարին է եւ չի կարելի, որովհետեւ մենք իսկապես այս իրադարձությունների մասին խոսում ենք, որպեսզի դրանք չկրկնվեն։ Մենք խոսում ենք դրա մասին, որպեսզի այսօր էլ նույն ձևով ընկալվի, որ եթե մենք խոսում ենք բռնի տեղահանված Արցախի ժողովրդի իրավունքների մասին, դա նշանակում է, որ առաջին հերթին մենք դա դիտում ենք, տեսնում ենք խաղաղ ճանապարհի միջոցով, նույն միջազգային իրավունքի ընձեռած հնարավորությունների միջոցով, որի մասին մենք չէ որ միայն ասում ենք եւ պարզապես երևի աբսուրդ կլինի, որ դրա մասին խոսում են միջազգային կազմակերպությունները, տարբեր երկրների խորհրդարաններ, դրա մասին կա Արդարադատության միջազգային դատարանի որոշում, իսկ մենք լուռ ու մուժ նստենք, ասենք դե մենք դրա մասին չպիտի խոսենք կամ դրա խոսելը բերելու ինչ որ վատ հետևանքների։ Իդեպ, եթե խոսեցինք Բաքվի ջարդերի մասին եւ ընդհանրապես Ադրբեջանի տարբեր քաղաքներից եւ շրջաններից հայերի տեղահանության մասին, պետք է նաեւ նշենք, որ նույն Բաքվի հայերը, Բաքվի, Սումգայիթի, Մենգեչաուրի, Շամխորի եւ այլն, մի քանի ժամվա ընթացքում ում-հակին ինչ եղել է, փախել է։ Այո։ Փոխարենը այն ադրբեջանցիք, ովքեր Հայաստանից են գնացել, ստացել են իրանց տների համար փոխհատուցում եւ ենթադրենք, չգիտեմ, Վարդենիսի շրջանում ինչ որ մեկը իր հոլիկը փոխարինել է, ուժով փոխարինել է, ենթադրենք Բաքվի կենտրոնում 3 սենյականոց բնակարանի հետ։ Եվ հիմա ադրբեջանցիք ասում են, այդ ադրբեջանցիները պետք է վերադառնան, փոխհատուցում ստանան, իսկ հայերի վերադարձը Բաքու, Գանձակ, Սումգայիթ, Մինգեչաուրի Արցախը դրա մասին չի գարել։ Նախիջևան, իդեպ Այո։ այդ հարցը հանկարծ չպետք է բարձրացվի, մինչդեռ դա ընդհանրապես մարդու իրավունքների խնդիր է։ Մարդը իրավունք ունի վերադառնալ իր տուն, բայց փոխհատուցում պահանջել եւ դու ստացել ես, ինչ իմաստ ունի։ Եվ մյուսը ելի եմ ասում խաղաղ ճանապարհով, այսինքն հիմա կապում են, ասում են հենց դու Ղարաբաղի հարցը բարձրացնեք, դա կբերի նոր պատերազմի։ Եվ ես հասկանում եմ, որ այս վերջի զարգացումները միջազգային օրենքի, միջազգային իրավունքի, արդիականության եւ ընդհանրապես գոյության շուրջ բավականին շատ զրույցներ են առաջացնում, բայց դա ինչ է նշանակում, հարց ես բարձրացնում, դա կբերի պատերազմի։ Լավ էս աշխարհում հեչ օրենք չի մնացել։ Եթե հեչ օրենք չի մնացել, բա ինչ են ասում մեր նպատակը լեգիտիմությունն է եւ անվտանգության պաշտպանության բյուջեն կրճատում են։ Միֆ է, որը պետք է ջարդել, մարդու իրավունքների խնդիրը չբարձրացնես, ոնց տենց կլինի։ Ցավոք վերջին շրջանի միջազգային իրադարձությունները ավելի շատ գալիս են հաստատելու, որ միջազգային իրավունքը արդեն ամեն քայլափոխի է։ Բայց դեպքում ուրեն լեգիտիմության մասին խոսում։ Բայց բնական է, որ այս բոլոր այդպես անկանոն իրադարձություններից հետո մարդիկ գալիս են եւ բանակցային սեղանի շուրջ են փորձում հարցերը լուծել։ Նույն ճանապարհով այնուն Ղարաբաղյան շարժման առաջին այդ հռչակագրերից հետո իսկապես մեր խնդիրը եղել է բանակցային սեղանի շուրջ Ղարաբաղյան խնդրի լուծումը, ասինքն Արցախի ինքնորոշման իրավունքի խնդրի առաջբերումը եւ միայն ու միայն Ադրբեջանի այդ կոշտ հակազդեցությունն է, որ հետագայում բերել է։ Տեսեք, շատ པարզ օրինակ եմ ուզում բերել, որ նույն 91 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն տեղի ունեցել Ադրբեջանից արդեն արձակվող իհարկե ոչ մեծ այդ հրթիռների, բայց Արցախում շատ լավ գիտեն այդ ալազանների իրավորներ, զոհեր են ունեցել, բայց մարդիկ հաղթահարել են այդ դժվարությունները եւ գնացել են ընտրատեղամաս, գնացել են խաղաղ ճանապարհով իրենց քվեաթերթիկը քվեատուփ գցելու ճանապարհով իրենց իրավունքների պաշտպանությանը տեր կանգնելու համար։
Բնական է, որ Ադրբեջանի այս կոշտ հակազդեցությունը բերել է հակառակ քաղաքական ուղեգծին, որ ասենք հայերը սկսել են համոզվել, որ անհնարին է այստեղ առանց ուժի, առանց հակառակ ուժ ցույց տալու գնալ այդ կարգավորման ճանապարհով։ Եվ 90-ական թվականների այս առաջին Արցախյան պատերազմը բոլոր իրենց դրվագներում մինչև 93 թվականի կեսերը եղել է միայն Ադրբեջանի հարձակումներից պաշտպանվելու ռազմական գործողություններ։ Եթե քրոնիկան խրանալու տարեգրությունը վերցնենք, եղել է դա բոլոր հայկական բնակավայրերի վրա հարձակումներ, պաշտպանություն, ինչ որ միտեղ նաև այդ հակահարձակում եւ այլն։ Եվ միայն 93 թվականի կեսերից, երբ որ Փաստերով խոսենք, եթե նայենք օրինակ Ադրբեջանը 30 տարի ամբողջ աշխարհին խաբում էր, թե ՄԱԿ անվտանգության խորհրդի 4 բանաձևերը դատապարտում էին Հայաստանին, Ադրբեջանը Արցախը ճանաչում էին Ադրբեջանի մաս, պահանջում էին զորքերի դուրսբերում, բայց եթե 884 բանաձևը նայենք, այնտեղ գրված է, որ ի պատասխան Ադրբեջանի նախահարցակ գործողությունների, այնտեղ եղել է նախահարցակ գործողություն, ուղղակի մեզ մեղադրում էին, որ ոչ համաչափ ուժ ես գործադրել, բայց իրանք Ադրբեջանին էին մեղադրում ուժ կիրառելու համար։ Գիտեք, բնական է բոլոր այս կետերի մասով 90-ական թվականների դժվար է, այդպես եթե կանգ առնենք շատ երկար ժամանակ կպահանջվի, բայց անպայման հիշենք, որ 90-ական թվականների այդ առաջին փուլի բանակցային ընթացքը, բանակցային գործընթացը եղել է ավելի շատ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջև ուղղակի կապերի միջոցով։ Եվ դա շատ լավ է նկարագրված տարբեր հեղինակների կողմից, մասնավորապես նույն Վլադիմիր Կազիմիրովը, որ երկար ժամանակ եղել է ռուսական կողմից համանախագահ, շատ լավ տեղեկություն կա վերջերս ձեր հրապարակած գրքում, որտեղ մենք փաստերով այդ իրադարձությունների բարեգործությամբ հերագրերը եւ համաձայնությունը Ադրբեջանի ընդունում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների լիազորությունները, հետեւաբար այս բանակցային գործընթացը սկսվել է ավելի շատ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջև ուղղակի կապերով։ Հետագայում, երբ որ արդեն ԵԱՀԿ-ի նախկինում մինչև 94 թվականը հետագայում արդեն ԵԱՀԿ-ի կողմից, երբ որ Ղարաբաղի բանակցային գործընթացը վերցվել է իր տնօրինության տակ, արդեն սկսվել են կանոնավոր այդպես հանդիպումները եւ մինչեւ 94 թվականի Բուդապեշտի գագաթնաժողովը եղել է երկու զուգահեռ բանակցային գործընթաց։ Մի կողմից դա եղել է ռուսական խաղաղարար նախաձեռնությունը, Ռուսաստանի նախագահի անձնական ներկայացուցիչի միջոցով եւ երկրորդը եղել է ԵԱՀԿ-ի, ԵԱԽ-ի միջոցով այդ բանակցային գործընթացը։ Շատ կարեւոր կետ է նաեւ, որ իսկապես բանակցային գործընթացը սկսվել է շատ պարզ եւ սովորական այդպես ձևակերպումներից։ Օրինակ 90-ական թվականների այդ նույն 94 թվականի զինադադարից հետո բանակցային գործընթացի հիմնական փաստաթուղթը եղել է գրավյալ տարածքների զորքերի դուրսբերման ժամանակացույց, որոշ դեպքերում, ասինքն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների մասին շատ կծկտուր այդպես տեղեկություններ եւ 95-96 թվականներին այդ կծկտուր բանակցային այդպես հավելվածներից ձևավորվել է բանակցային հիմք, որը դրվել է սեղանին։ Եվ երբ որ ասում են, որ Լիսաբոնում այդ նույն ԵԱՀԿ գործող նախագահի կողմից հայտարարությունը վկայել է հենց դրա մասին, հակառակը ԵԱՀԿ-ի գործող նախագահի հայտարարությունը հենց եկել է փաստելու, որ այն հանգամանքը, որ բանակցությունները հենց այն ճանապարհով չեն ընթանում, որը կարգավորելու է Ղարաբաղի հիմնախնդիրը, գործող նախագահը ստիպված է եղել այդ Տեր-Պետրոսյանի կողմից վետո դնելուց հետո հանդես գալ միայն հայտարարությամբ։ Բայց փաստենք, որ դրանից հետո բանակցային գործընթացը կանգ չի առել։ Պարզապես փոխվել է բանակցային գործընթացի ձևաչափը։ Ուղղակի հանդիպումներից եղել է մակոքային դիվանագիտության անցումը, փոխվել է համանախագահների կազմը, ձևավորվել է եռյակ համանախագահությունը ՄԱԿ մշտական անդամ 3 պետությունների միջոցով։ Եվ երբ որ հիմա խոսում են, որ դա ժամանակ վատնելու բան է, լավ, եթե նույնիսկ մտածենք, որ մեր կողմից, չգիտեմ, ասինքն աշխարհի այլ Ամերիկայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահները անելու բան չունեն, ժամանակ են վատնել, որպեսզի իդեպ այս հարցի հետ կապված մի բան էլ ասեմ, որ ասում եք զորքերի դուրսբերման, չմոռանանք, որ դեռևս 93 թվականին, երբ խոսքը գնում էր զորքերի
դուրսբերման մասին, նաև կար պահանջ, որ Ադրբեջանը զորքերը դուրս բերի Մարտակերտից, Այո, այսինքն դա անուղղակի ցույց էր տալիս, որ Լեռնային Ղարաբաղը ինքը լրիվ այլ կարգավիճակ ունի, քան Ադրբեջանի այլ շրջան։ ոչ միայն Մարտակերտից, քանի որ շարունակ շրջանը, շրջաններ այո։ գրաված, Ղարաբաղյան կողմը բանակցային թիմը միշտ այդ խնդիրը դնում էր, որ եթե խոսքը գնում է գրավյալ տարածքների զորքերի դուրսբերման մասին, անպայման պետք է խոսել Այսինքն ոչ թե շրջանի Ղարաբաղյան կողմը, այլ միջազգային միջնորդներ Այո։ էին դեռևս 93 թվականի հոկտեմբերին։ միանշանակ։ Եվ Ղարաբաղի մասնակցության մասին Նիկոլ Փաշինյանը, որ նոր դարձավ վարչապետ, ամսի 8-ին մայիսի եկավ Արցախի հանրապետություն, Ստեփանակերտ, անվտանգության խորհրդների նիստ, եւ ինքը մի քանի ուղեր ցղեց, որ առաջինն ու մեկը էր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, Ինքնուրույն պետք է լինի։ Այո։ որը իդեպ երբեք հայկական կողմը չի դադարել պնդելուց եւ համաձայնություններն էր, որ հենց սկզբունքները համաձայնեցվեն, համաձայնագրի տեքստի վրա պետք է աշխատեն արդեն 3 կողմերը՝ Այո։ Արցախ, Հայաստան, Ադրբեջան։ Ուրեմն դուք որպես բանակցություններին մասնակցած մարդ, որպես Արցախի հանրապետության նախկին արտգործնախարար, երբևիցե Արցախի հանրապետությունը դուրս է դրվել բանակցություններից, տեղյակ չի եղել, կամ եղել է ինչ-որ մի առաջարկություն, որը ներկայացվել է Հայաստանին եւ Ադրբեջանին եւ Արցախին չի ներկայացվել։ Միանշանակ չի եղել, որովհետև ես երևի դրա համար էլ նշեցի, որ փոխվել է բանակցային գործընթացի հիմնական ձևաչափը։ Երբ որ ոչ թե կողմերին հավաքել են Հռոմում չէին հավաքում եւ սեղանի շուրջ եւ ինչ որ տեքստի վրա աշխատել են, այլ պարզապես համանախագահները այցելել են 3 կողմերին էլ, այցելել են Երևան, Ստեփանակերտ, Բաքու։ Եվ չի եղել այդպիսի մի կարևոր երևի շրջադարձ բանակցային գործընթացում, որ երանախագահները տեղյակ չպահեին Ղարաբաղյան կողմին, անպայման Ստեփանակերտ այցելելով, ինչ վերաբերում է այդ Հայաստան-Ադրբեջան երկկողմ բանակցություններին, ապա հաշվի առնելով, որ միջազգային տարբեր ֆորումներ կային, որտեղ որպես ճանաչված պետություններ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը մասնակցել են նախագահների, արտգործնախարարների մակարդակով, ապա համանախագահները առիթը բաց չեն թողել արդեն Երևանից ու Բաքվից դուրս եվրոպական կամ Միացյալ Նահանգներում կամ Ռուսաստանի մայրաքաղաքում ուրիշ տեղերում նաև կազմակերպել այդ հանդիպումները։ Գիտեք, բանակցային գործընթացի ամենակարևոր երևի շրջադարձը, որը սկզբունքորեն բովանդակային առումով փոխել է, պետք է ընդունենք, որ դա եղել է մադրիդյան սկզբունքների առաջ բերելը, բանակցային սեղանի մադրիդյան սկզբունքները դնելը եւ երբ որ խոսում ենք ելի նույն այդ մոլորության մասին, մադրիդյան սկզբունքները եկել են հաստատելու, որ այն ինչից սկսվել է բանակցությունները, այդ նույն տարածքներից դուրսբերման, զորքերի հետ կապված, այսինքն զուտ տեխնիկական հարցերը մադրիդյան սկզբունքների միջոցով բանակցությունների սեղանը եկել Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը, ազատ կամ արտահայտությամբ ժողովրդի ճակատագիրը որոշելու հարցը։ Իհարկե տարածքների խնդիրն էլ է եղել, բայց եղել է փախստականների խնդիրը, այսինքն այդ նույն բացի 3 այդ կարևոր սկզբունքներից եղել են նաև բաղադրիչներ, 6 տարերը, որոնք միանշանակ խոսել են այն մասին, որ բանակցությունների հիմնական ուղեգիծը գնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու հնարավորություն տալու միջոցով։ Իդեպ, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր այդ խոստացած բանակցությունների տրցակը, ես որ ծանոթացա, նախ առաջին միտքն էր, որ ես ավելի շատ փաստաթուղթ ունեմ, քան թե իրանք, երկրորդը, որ այս մարդը ինքն իրեն հերքում է, ոնց որ ամեն ինչ անի իր նախորդ ասածները երգելու համար։ Նախ Քիվեստի փոխարեն ինչ որ անհասկանալի թղթի կտոր էին տպել, եւ ստեղ արդեն անհասկանալի թե թղթին ծանոթ չես, ոնց ես քննադատում։ Եթե ծանոթ ես, ինչի չես տպագրում։ Այդ հին սովետական անեկդոտը դարձավ, չէ՞, որ ասում է դոկտոր Ժիվագոն չեն կարդացել, բայց Պաստերնակին քննադատում են։ Իսկ երբ արդեն սկսեց հրապարակվել, հրապարակվեց այդ մյուս թղթերը մադրիդյան սկզբունքների հիման վրա, այնտեղ պարզ նշվում է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը առանց սահմանափակումների, որպեսզի դա որոշվեր համաժողովրդական կամ արտահայտության միջոցով, որին մասնակցելու է Ղարաբաղի բնակչությունը, կնեն իրապնդումները, որ ադրբեջանցին Բաքվում պետք է մասնակցի, արդեն իջիկ են դառնում։ Հերթական մոլորությունը, երբեք համանախագահները այդ դետալների մասին չեն խոսել այն նույն
կետերով, ինչ որ այսօր փորձում է Հայաստանի իշխանությունների կողմից ներկայացվել Իրաց տպագրած թղթերն են դա ցույց տալի, որ որպես իրանք են բանակցային նախապատմություն։ Եվ գիտեք, ամեն ինչով հանդերձ նույն մադրիդյան սկզբունքների առաջ գալով, մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցային գործընթացի շարունակությունը իսկապես եկել է փաստելու, որ տրամաբանությունը բանակցությունների գնում է նրան, որ պետք է բոլոր կողմերի շահերը հաշվի առնեն, եւ այդ նույն երեք սկզբունքները պատահական չեն հայտնվել։ Իհարկե, մեզ համար այդպես չէր, որ տարածքային ամբողջականության սկզբունք, որովհետև ընկալումը միանշանակ այդպիսին էր, որ խոսքը գնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, բայց դու երբ որ դրա կողքին դնում ես ինքնորոշման իրավունքի հարցը, ազգերի ինքնորոշման իրավունքի հարցը, դրա պատասխանն է, որ սա էլ վերաբերում է Արցախի ժողովրդին։ Եվ մեր ասած նույն Կոսովո օրինակը ցույց է տալիս, որ իրականում կարելի էր սա ինչ որ բանաձևի մեջ համատեղել, կարելի էր գտնել այն եզրույթները, որի միջոցով ոչ թե հաշտեցնել, այլ պարզապես որպես գերակայություն ընդունել, եւ երբեք նույն միջազգային իրավունքի կամ միջազգային իրավունքի կիրարկման մեջ չի եղել այնպիսի դեպք, երբ որ ինքնորոշման իրավունքի համար պայքարի ելած ժողովրդի իրավունք ստորադասվեր տարածքային ամբողջականության սկզբունքին։ Չէ, նույնիսկ վերջի պետությունը, որը անկախություն է հռչակել եւ ճանաչվել է միջազգային հանրության կողմից, Հարավային Սուդանը, եթե նայենք նույն ժողովրդների ինքնորոշման իրավունքի վրա եղումը կատարել, ավելին ասեմ, հետաձգված հանրաքվեի մեխանիզմն է գործել, այսօր որոշում են կայացնում, 6 տարի հետո անցկացնում են հանրաքվե, նա ժողովուրդը ինչ կորոշի։ Իմ կարծիքով երևի ամենալավ տարբերակը Քիվեսն էր, որ միանգամից հարցը լուծում էր, չէր հետաձգում եւ այլն, բայց եւ այնպես նույնիսկ այդ վերջինը, ինչ որ կար, որի շուրջ 10 տարուց ավել բանակցում են, հստակ ասում էր, որ Արցախի ժողովուրդը այս իրավունքներն էր ստանում եւ ամենակարևոր իրավունքը դա սեփական ճակատագիրը առանց որևէ սահմանափակումների վճռելու իրավունքն է։ Քանի որ ունենք ընդամենը 2-3 րոպե, շատ կարճ կարող ենք վերջը վերադարձնել Արցախի հարցը բանակցությունների սեղանին։ Ես կարծում եմ, որ կարող ենք եւ արդյոք դա Հայաստանի սպառնալիք է։ Եվ ոչ միայն կարող ենք, այլև պարտավոր ենք դա անել, որովհետև խոսքը գնում է բացի մեր այս էմոցիոնալ ընկալումներից, որ դա վերաբերում է բնիկ հայ ժողովրդին, մեր պատմական տարածքներին, խոսքը վերաբերում է այսօր նույն Հայաստանի Հանրապետությունում ապրող 150,000 հայերի իրավունքների մասին։ Եվ երբ որ մենք այս իրավունքների մասին չենք բարձրաձայնում, սա դեռ չի նշանակում, որ դիմացից մեզ ընդունում են որպես շատ ցիվիլ, այդպես առանց որևէ բարդություն ստեղծելու։ Ես վստահ եմ, որ եթե մենք նույնիսկ Արցախի ժողովրդի մասին չխոսենք, Արցախ անուն չտանք եւ այլն, ինչ որ այսօր փորձում է արվել, միևնույն է Ադրբեջանը շարունակելու է իր որդեգրած ուղեգիծը, շարունակելու է այն քաղաքականությունը, որը 100 տարի առաջ Ադրբեջանը նոր ձևավորված որպես պետություն Թուրքիայի միջոցով պայմանավորվել են եւ այսօր իրագործում են Հայաստանի հարավով իրենց համար անխոչնդոտ կապ ապահովելու համար։ Այսինքն դա միայն, ես կարծում եմ, դա միայն սկիզբ է լինելու, որովհետեւ երբ որ նրանք զգան, որ այդ կապը արդեն ունեն, առանց խոչընդոտ կարող են այդ բոլոր փոխանակումները կատարել, իսկ դա միայն տնտեսական հարցեր չեն լինելու բնականաբար, պարզ է, որ փոխանակ այդ Միջանցքի հարցը մանավանդ հաշվի առնելով չորեքշաբթի առավոտյան ի հայտ եկած այդ փաստաթուղթը կամ հրապարակված, երևի շատ ավելի խոր եւ առանձին քննարկումների հարց է, բայց ամեն դեպքում փաստենք Ադրբեջանը իր գործողությունները չի պայմանավորում քո գործողություններով եւ հստակ Հայաստանին պանջներ են կասնում։ Եվ երկրորդը, դա մարդու իրավունքների խնդիր է, մարդիկ իրավունք ունեն վերադառնալ եւ դա ասել կբերի պատերազմի, դա ուղղակի պարզ շանտաժ է, որովհետեւ վաղն էլ կարող է յանով ազգանուն ասես, յանով հանեք օղլու դրեք, որտեւ դա կբերի պատերազմի։ Պատերազմը կանխելու համար պետք է ունենանք ճկուն դիվանագիտություն, ամուր բանակ, ուժեղ մարդունակ բանակ եւ համերաշխ հասարակություն եւ համերաշխ հասարակություն, այլ ոչ թե գլխահակ քո բոլոր իրավունքներից հրաժարվելով։ Մի պատմական օրինակ ասեմ, երևի սրանով եզրափակենք։ Գիտեք,
այն հանգամանքը, որ 1920 թվականից հետո նույնիսկ Լեռնային Ղարաբաղին ինքնավար մարզի, ինքնավար կազմավորման կարգավիճակ տալով Արցախի թեման, Ղարաբաղի հարցը չի սպանվել եւ այն 70 տարի հետո նորից բխել է, նորից ժողովրդի միջոցով դուրս է եկել փողոց, որևէ կասկած չպիտի լինի, որ միևնույն է, եթե այսօր էլ ինչ էլ փորձեն անեն Արցախի հարցի հետ, փորձենք դա խեղդել, չգիտեմ ինչ անել, միևնույն է հաջորդ սերունդը անպայման խոսելու է Արցախի հարցի մասին։ Անկասկած։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի հեռուստադիտողներ, այսօր մենք խոսեցինք արցախյան բանակցությունների վերաբերյալ, ես եւ իմ վաղեմի բարեկամ Աշոտ Ղուլյանը, ով արցախյան բանակցությունների ամենաբովում գտնվող անձանցից մեկն էր, հարցերը բավականին շատ են, կփորձենք մեր հաջորդ հաղորդումներում անդրադառնալ թե արցախյան թեմային եւ թե Հայաստանի առջև ծառացած այլ խնդիրներին։ Մնացեք մեզ հետ, կհանդիպենք ուղիղ 2 շաբաթ հետո։ Հաջողություն ձեզ։